Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը սպառնում է պատերազմով, բայց ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հարգելի ընկերներ, ինչքան մոտենա խորհրդանական ընտրությունների օրը, այնքան խաղադրույքները քաղաքական, աշխարհաքաղաքական իրենք բարձրանալու են եւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը հենց այդ մասն էր։ Եկեք մի պահ դադար վերցնենք, լսենք ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը այսօր ազգային ժողովում եւ մանրամասն վերլուծենք մեր հարգելի գործընկերներին, խնդրենք միացնել Փաշինյանի խոսքը։ 2026 թվականի խորհրդանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետեւյալն է կամ անհրաժեշտությունը հետեւյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ Տեսեք, եկեք մանրամասն իսկապես վերլուծենք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը բյուջետային լսումների ժամանակ, որ եթե ինքը չլինի իշխանություն, քաղաքացիական պայմանագիրը չվերարտադրի իր իշխանությունը 26 թվականին, մեզ սպասում է պատերազմ։ Իսկ հիմա փուլ առ փուլ, առանձին կետ առ կետ անդրադառնանք։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ միջև իրեն, միջև 18 թվականը, միջև 20 թվականը, միջև Արցախում էթնիկ զտումը 23 թվականի Հայաստանի Հանրապետությունը ֆորպոստ էր, ամենայն հավանականությամբ նա նկատի ունի Ռուսաստանի Դաշնությունը, ինքը ֆորպոստում ոնց է եկել իշխանության։ Դու չես կարող ժողովրդավարական գործընթացների համատեքստում գալ իշխանության ֆորպոստում, այն էլ քո տրամաբանությունը հետևյալն է, որ այդ ֆորպոստը պահում էին տարածաշրջանը դեստաբիլիզացնելու համար, այսինքն առաջին իսկ կետով մենք կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիա է ենթարկում հանրային կարծիքը։ Երկրորդը կրկին ասենք, Փաշինյանը ասում է, որ եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը չի լինի, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը կստանա պատերազմ։ 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը 4 պատերազմ է բերել, որոնցից առնվազն 2-ը Ալմաթայի հռչակագրով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում է եղել։ Եկեք միասին թվարկենք 2020 թվականի հուլիսյան մարտեր, երբ որ Նիկոլ Փաշինյանը դա հավասարացրեց գրեթե Սարդարապատի ճակատամարտին, 2020 թվականի 44-օրյա պատերազմ, 2022 թվականի սեպտեմբերի 12-ի եւ 13-ի մարտերը գրեթե պատերազմը, որը տեղի ունեցավ Ջերմուկի հարակից հատվածում եւ 23 թվականին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։ Նիկոլ Փաշինյանը 4 պատերազմ է բերել 7 տարիների ընթացքում։ Ոնց է Փաշինյանը բացատրում այս ամենը, որ մենք ունեինք հայրենասիրության որոշակի ներարկված մոդել, սովետական KGB-ի կողմից ներարկված մոդել, նա այդ մոդելի կրողն է եղել, դրա համար օրինակ հայտարարել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, դա էլ հանգեցրել է պատերազմական գործողությունների։ Նա ասում է, որ հիմա նա արդեն հասկացել է ինչ է պետք անել, ու այդ հասկանալուց հետո նա որդեգրել է հետևյալ մոտեցումը, փաստացի, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ, այսինքն ինչքան զիջում ենք Ադրբեջանին, այնքան զրկում ենք Ադրբեջանին հնարավորությունից Հայաստանի Հանրապետության դեմ հարձակում իրականացնելու։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, բայց եթե այս ճանապարհն էլ է սխալ, Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել, որպեսզի պետական կառավարման համակարգը իր սխալի պարագայում կարողանա յետ պտտացնել այդ թափանիվը պատմության։ Այլ կերպ ասած, եթե պետական կառավարման համակարգը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը բանը տանում է դեպի նոր պատերազմի, այդ պետական կառավարման համակարգը ինքը կարողանալու է դրա դեմն առնել թե ոչ։ Տեսեք, մի իրավիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կառավարությունը ես եմ, շատ բարդ է պատկերացնել, որ այդ համակարգը ստեղծվել է։ Հաջորդը, ինչ էր նաև այս ամենից բացի Նիկոլ Փաշինյանը ասում, որ մեր խաղաղությունը արդեն 2 ամիս եւ 19 օրեկան է։ Ադրբեջանը ավելի քան 1.5 տարի չի կրակում, հարգելի հեռուստադիտողներ, 2018 թվականի Դուշանբեի պայմանավորվածություններից մինչև 2020 թվականի հուլիսյան մարտեր Ադրբեջանը եւս փաստացի չէր կրակում, իսկ Արցախում մինչև 44 օրյա պատերազմը փաստացի չէր կրակում։ Դա հետո մենք բոլորս պետք է տեսնեինք, որ Ադրբեջանը այդ ընթացքում վերազինում էր իր բանակը, ինժեներաշինարարական աշխատանքներ էր կատարում շփման գծում եւ վերջում 44 օրյա պատերազմի ընթացքում այդ ամենը աշխատեց մեր դեմ։ Իսկ ինչ է անում Ադրբեջանը հիմա, ավելացնում է ռազմական բյուջեն, ավելին Ադրբեջանը օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո հնարավորություն է ստացել զենք զինամթերք գնել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Մեծ Բրիտանիայից։ Ձեր մոտ չկա տպավորություն, որ հենց այդ նույն բանը, ինչը կատարվել է 44 օրյայի առաջ եւ 44 օրյայի ընթացքում կարող է նաեւ Հայաստանի Հանրապետության հետ կրկնվել։ Եվս մի քանի կարևոր նրբերանգ կա, տեսեք, իսկ
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ասածը, որ փաստորեն ինստիտուցիոնալ երաշխիքներ չկա, որ իր չընտրվելու դեպքում պատերազմը չի վերսկսվի, չկա ձեր մոտ տպավորություն, որ կարող է իրողությունները հետևյալ համատեքստում ընթանալ։ Ադրբեջանը եւ Թուրքիան պարզապես կսպասեն, քանի դեռ Հայաստանը իր սեփական ձեռքերով կոչնչացնի անվտանգային համակարգային վերջին փշրանքները, որոնք 90-ական թվականներից գործում էին եւ որոնք ապահովում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ավելի կոնկրետ 102 այդ ռազմաբազայի դուրս բերում, սահմանապահների դուրս բերում, հապկից դուրս գալ։ Ու ընդհանրապես իշխանությունները նաև այսպես իրենց համար արդեն արդարացում ունեն։ Իրենք կարող են ասել, ախր մենք բերել ենք խաղաղություն։ Էլ ինչներիս է պետք մեր անկալմամբ արտատարածաշրջանային ուժ Հայաստանի Հանրապետության տարածքում, որը մեզ ֆորպոստ էր դարձրել։ Դե հետևաբար մեզ արդեն ռուսական աջակցությունը, հապկը եւ այլն եւ այդպես շարունակ անհրաժեշտ չեն, չէ՞ որ Իլհամ Ալիևը խոսք է տվել, որ մեր դեմ պատերազմ չի լինելու։ Դրանից հետո մենք կարող ենք գանք մի իրավիճակի, երբ որ բարեկամական Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ այնպես բարեկամաբար գրկեն, որ մենք կխեղդվենք այդ գրկախառնության շրջանակներում, հետեւաբար ամփոփելով այս ամենը մենք պետք է նշենք հետեւյալը. նույն Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունից ելնելով, եթե 2026 թվականին իշխանությունները վերարտադրվեն եւ իրենք տանեն այն քաղաքականությունը, որը վերջին շրջանում տանում են, Հայաստանի Հանրապետության լուծարման հարցը վերածվելու է ժամանակի եւ տեխնիկայի խնդիր, բայց սա պատասխանատվությունը ել ավելի է մեծացնում ընդդիմության վրա, որովհետեւ շատ կարեւոր է, որ ընդդիմությունը այս ամենը ոչ միայն արձանագրի, այլ նաև կարողանա հստակ այլընտրանքներ առաջարկել, այլընտրանքներն կարող են հիմնված լինել ընդհանրապես մեկ բանի վրա, իրենց պատկերացումների, թե ինչպես տարածաշրջանային հավասարակշռությունը, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նաև ռազմական բալանսը վերականգնել։ Մտածեք այդ մասին։